Ողջունում եմ բոլորիդ, այսօր podcast-ի հյուրն է Մարդ, ով իր բիզնեսը սկսել է 3 քառակուսի մետր տարածքից շապիկների վրա տպագրություն անելով ու այս պահին ունի իր սեփական արտադրամասը։ Ռոբ ջան, ողջույն։ Ողջույն։ Ուզում եմ մի փոքր պատմես բիզնեսիդ մասին, ինչպես ես սկսել։ Սկզբում որ սկսեցի բիզնեսը, Հայաստանում հայերեն տառերով շապիկներ չէի նկատել, բոլորը արտասահմանյան տառերով էր, հումորային տեքստերով բան, մի անգամ մի մարդու հակը տեսա, գրած էր խոզաբուծարան, բայց շատ սիրուն պոլո մայկա էր, սրտի մասում ասենա գործածել այդ հատվածը, անգլերեն տառերով էլի, իհարկե, այդ մայնք արդացի հասկացա։ Բայց խեր գրած ուզում եմ արտասահմանից իր բարեկամն էին ուղարկե, առանց հասկանալու ակնով, որտեվ սիրուն մայկա էր, ուղղակի Ամերիկայից էր էլի, եկել second hand կամ օգտագործած մայկան։ Դες որոշեցի որ հայկական բառեր կարելի է գրել, ճիշտ է, շատ բառեր դիսկոմֆորտ էր մայկայի վրա, ասես անհարմարության գագաթնակետ էր, բայց ժամանակի ընթացքում ոնց որ արդեն դարավ նորմալ բան ու հիմա լիքը մարդիկ հագնում են մայկաներ, ոնց որ հայերեն երազիր կամ նման բաներ գրած, որ լրիվ ընդունելի է։ Սկզբում շատ խնդալու էր էլի հայերեն տառերով մայկաները։ Ու ընթացքում հասկացա որ մարդիկ ոնց որ ուզում են, այսինքն բացի են որ կարաս մի հատ տպես դու հագնես, կարաս նաև տպես բոլորը հագնեն, գնեն ու ընթացքում դա դարձավ արդեն կորպորատիվ սուպերմարկետներ, բանկեր եւ այլ մեծ ցանցեր են գնում, այսինքն սովորական հումորային իդեաները դարձավ ավելի շատ բիզնես իդեաներ։ Ի սկզբանե որ շուկան ազատ է եղել, հա, կարելի է ասել մի անգամից։ Հա, իրոք ազատ էր, մրցակցություն չկար, շատ 11 թվից եմ սկսել առաջինը։ Այդ թվականներին կային մի քանի տեղ, որ տպում էին շապիկներ, բայց հայերեն տառերով արկա շապիկ, որ ինչ-որ միտեղ կախած լինի կամ ինչ-որ կայքում, համացանցում, օդնոկլասնիկում ներկայացած հաստատ չկար։ Այդ ժամանակ դեռ ոչ մի կայք չկար, ոչ մի բան, մենակ ադնակլասնիկները դեռ։ Այդ ժամանակա մարքեթինգային գործիքը ադնակլասնիկներ։ Հա, ադնակլասնիկներ։ Էջ էինք բացել ադնակլասնիկով, հենց խոսող շապիկ գրած մարդկանց դրուժդիա էինք տալիս, ընդունում էին, գործի էին մտնում։ Հետաքրքիրը գիտես որն է, որ բոլոր բիզնեսները զարգանալով, ճանապարհ անցնելով, ռեբրենդինգ են լինում, չէ՞, ասենց ինչ-որ լոգո են փոխում, անուն են փոխում ու մինչ օրս կոմոդ Rob Style խոսող շապիկ է։ Հեչ միտք չի եղել, որ մի քանի տարի միշտ մտածում եմ, որ ժամանակն է փոխելու, ռեբրենդինգ լինելու, պանդան մի քիչ մանկական է, մի քիչ մեծացնելու, բայց դեռ ժամանակ չի եղել ու շրջապատից մարդկանցից ում հարցում ասում փոխեմ լոգոն, չէ, հարմարվել ենք, սովորել ենք, թող սենց մնա, լավ է, բայց այն համոզում եմ, որ դեռ մնա, բայց կարծում եմ ժամանակն է։ Ես գիտեմ, որ նաև մեծ բրենդների ես, էլի կարելի ասել սպասարկում, երբ որ նոր համագործակցություններ են լինում, այդ ոնց որ այդ պանդայի լոգոն, բան մեկ խնդրահարույց չի լինում, այսինքն երբ որ նայում են ու մեծ քանակի պատվեր են ուզում էլի անեն։ Հա, դե ես հագուստի վրա իմ լոգոն չեմ տպագրում, միայն պիտակի մասում է լինում կամ ներսի մասում կամ փաթեթավորման վրա։ Հա, իրականում բրենդներ կա, որ չգիտեմ, օրինակ սպորտի ինչ-որ հայտնի ֆեդերացիան պատվիրում է շատ լուրջ, չգիտեմ, իրանց մայկաները, վրան ինչ-որ լուրջ կենթանու նշան, լուրջ տեքստերով, որ բռնվեք, ինչ-որ տես բաներով, վախեցեք մեզանից բան, տես տեքստերով, ու դու ուղարկում ես իրանց տոպրակը, սենց պուճուր ժպտեր ես պանդայի նկարով այդ տոպրակը, մի քիչ նորմալ չի, կամ նույնը նաև օրինակ ավտոպայստամասերի խանութը, լուրջ իրենց լոգոն շատ սիրուն պատվել է, ուղարկում ես լոգոն, մի քիչ ավելի շատ ուրախ պոզիտիվի ու մանկական տպավորություն ստացվում, բայց ոչ մեկ չի դժգոհել, ոչ մեկ չի ասել Այս դեպքում խոսում է երևի են, որ կարևորա որակը, չէ, ու հա, հնարավորինս արագությունը, ամեն ինչը, որ կարողանանք միշտ պահենք, ապահովենք, մյուսները ավելի շատ երկրորդական բաներ են։ Մենք խոսեցինք, թե ոնց է սկսել 3 քառակուսի մետր տարածքից, կուզեմ ասես, այս պահին ինչ կետում ես գտնվում, գիտեմ որ ունես սեփական արտադրամած, մի քիչ դրանից պատմես։ Սկզբում 3 քառակուսի մետրից չափով էր, մի հոգի էր կարող մտնել քայլել, մի սեղանի չափ տարածք էր, որ հաճախորդը գալիս էր ոնց էի կանում։ Առանց գումարի, առանց ներդրում անելու տաղավարը սարքել էինք, պանան էին կախել, վրան շպիլկաներով մայկանեն էին կախում, այդպես ծալում, ոնց որ լվացքի էֆեկտ էր տալիս։
այդ ժամանակ էլի հայերեն արկա մայկաներ էինք տպագրել, շատ էին ուրախ, մարդիկ կարդում էին, այնտեղ այդ ժամանակվա թեմատիկ ու թրենդային մայկաներից էր, այդ ժամանակ թրենդային բառն էլ այդքան տարածված չէր։ Այդ հղիների շապիկներ, որ փորի մասում գրած էր սպասիր, ես գալիս եմ ու մանկական եւի կհիշեն շատերը, խմելու շապիկ, նման ինչ-որ գրառումներով մայկաները շատ երեխաների մայկաների վրա հայերեն գրառումները շատ ընդունել եղավ, պապայից հրաշք, հորքուրից գանձ, իսկ այդ բառերը որտեղից է, ինքդ քեզնով էի օրինակ հորինում։ Հիմնականը դա օրինակ մի անգամ մի պապի էր ասում, որ կարակ մայկայից վրա գրեք էս ինչը, մը շատ խնդալու բաներ ասում, մը չեմ հիշում։ Ասում էի, հա, ասում էի պապի ջան, քո ասածը կարանք չէ, որպես հեղինակային մենք էլ օգտագործում։ Հեղինակայինով չես դատի տա։ Ուզում ես գրի, հա, այդպես տարբեր տեղից բոլոր իդեաներից չի, ինչ որ մենք մտածել ենք կամ հնարել ենք, բաներ կա շատ ու ժամանակի հետ կապված էլ նոր բաներ ա ստեղծվում, բաներ կա, որ այդ ամի շատ հետաքրքիր լինում, հետո հնանում ա հաճախորդները շատ օգնում են մեր նոր իդեաներ ստեղծելու համար, հաճախ հարցնում ենք իրանցից թույլատրում են մեր էջել ենք տեղադրում։ Դե շատ ժամանակ ասում են, եթե բիզնես իդեա ես ուզում կամ որևէ նոր բան սկսես, ասում են ուղղակի ուշադիր եղել կողքերդ ու թե գաղափարը կգա, չէ, եթե կհասկանաս ինչից սկսես։ Նաև ուզում եմ հասկանամ այս բային ինչ բարդությունների հետ ես բախվում։ Վերջի 4-5 տարում արտադրամասը մեծացել է 7 հիմնական աշխատող ունենք եւ մինչեւ 13-ից 16 հոգի ներգրաված են, այսինքն առաքիչներ, մասնավոր մարդիկ, ովքեր մեր այլ ծառայություններն են անում, նույն գովազդներ, մարքեթինգ, մինչեւ 15 հոգանոց թիմ ունենք այս պահին, որ վերջի մի քանի տարիներում տարեկան մոտավորապես 20% աճ ենք գրանցում, ավելի արագ ենք լինում, ավելի նոր սարքերով ենք տպվում, ավելի գույները տարբեր են, ավելի մարդիկ ընտրության հնարավորություն են, բարդությունները տարբեր բարդություններ կան, ուզում ենք ել ավելի ընդլայն ենք, ել ավելի նոր աշխատատեղեր բացենք, ել ավելի նոր զարգացնենք, բայց այս պահին ցենց ասած շատ մեծ ռիսկով չեն կարողանում տվյալ ոլորտ մտնենք, որտեղ շատ տարբեր պատճառներ կան, տարբեր հանգամանքներ կա, թե օրենսդրական եւ թե մարդկանց իրենք թե ոնց են տրամաբանում ու ոնց են գնումներ անում։ Ռիսկերը շատ է։ Ես վերջերս քո գրառումը տեսա Facebook-ում, որ գրել էիր այս տարվա հաջողությունները, հենց որ ոնց նշեցիր, որ 20% վաճառքի մասով աճ եք ունեցել, նաև տեսա, որ գրված էր, եթե չեմ սխալվում, վերջին ամսվա ընթացքում 1.9 միլիոն դիտում ունեցել էջը, ու նաև նկատել եմ, որ վերջին ամսում բավականին շատ բլոգերների հետ համագործակցություններ ես ունեցել, արդյոք այդ համագործակցությունները քեզ օգնեցին ինչ-որ հարցերում։ Բացի այն, որ բլոգերները շապիկները գովազդում են, ես ուրախանում եմ, որ հենց այդ մի պահը չեն իրանք օրինակ այդ շապիկը հագնում կամ որպես գովազդ ընդունում, եկե տեսնում ես, որ մի քանի օր հետո քո նվիրած հագուստով ինքը գնացել է մի կարևոր տեղ հյուր կամ կարևոր մի միջոցառման, այդ ամեն ինչը էլ ավելի է ոգևորում։ Գովազդները հիմնական որ օրինակ դեկտեմբերին գովազդային աշխարհը սա ամբողջ տարվա ընթացքում է կարևորում ու չգիտես թե օրինակ սեպտեմբերի 4-ի պատվերը ինքը չի հիշել դեկտեմբերին տեսած գովազդը կամ նման բաները գովազդ հիմնականում գովազդի վրա ուշադրություն ենք դարձնում այն բանով որ հումորային լինի այսինքն որ բացի այն որ մարդը գովազդ տեսնի մեր շապիկով նաև հումորային լինի թե իր տեսակով Այսինքն դիմում եք ճիշտ հասկացա, հիմնականը համագործակցությունը լինում է հումորային տեսքով, մարդկանց առօրյան իսկ ինչ է կտենց sense դիրքավորում։ Մեր շապիկների ամենասկզբում չի եղել կորպորատիվ ճյուղը, եղել է մենակ հումորային ճյուղը, այսինքն այդ հումորային տեքստերը, այնտեղ օրինակ չունեմ գրառումները միշտ հումորի հետ է կապված եղել։ Ում հայերն է շատ են սիրում հումորային մայկա, նույնն այդ խմելու մայկա կամ այդ տարական բաները միշտ մարդիկ սիրել են, որ տենց հումորային լինի, էլի։ Ու բանը, ինձ էլ միշտ իմ բրենդը ասոցիացրել է հումորի հետ։ Իսկ ես չեմ պատկերացնում ինչ-որ մի ռիլ նկարեմ, որ շատ լուրջ լինի։ Ամեն ինչը ես մտածում եմ նույն ամանորյա նվերներ, սեկրեսանտային նվերներ, ամեն ինչը դեպի հումորային եմ տանում։ Ու մարդիկ շատ են գնահատում մեր շապիկների այդ հումորային գրառումները, հումորային տեքստերը
ու բոլորը հումորով են մոտենում։ Ոնց ի սկզբանե սկսել եք, ուզում եք նաև նույնձև շարունակեք էլի լինեք հումորի մեջ։ Իսկ ով ա եղել ամենահայտնի մարդը, ով օգտվել է ձեր շապիկներից կամ տեսականից։ Հայտնի շատ հայտնի մարդիկ տեսել են, որ իմ շապիկներից օգտվում են, բայց ես բան չեմ կարող այդպես։ Անունները կոնկրետ հիշում եմ, բայց չեմ կարող ասել։ Այսինքն ոնց որ կոնֆիդենցիալ այսինքն առանց իմ տարբերանշանի են իրենք ինձ պատվիրել են, հակել են, շատ հայտնի մարդիկ են եղել, ուրախացել եմ, սկրինշոթ եմ արել, բայց իմ մեջ չեմ կարողացել տեղադրեմ, որովհետև դրա հեղինակայինը չունեի։ Եթե չեմ սխալվում, հայտնի ֆուտբոլիստ էր, չէ՞, եկել Հայաստան, բայց չեմ հիշի ով ու նորից իր համար շապիկ էի կարել։ Էլի անունը չենք կարող տանք։ Չէ։ Դե լուքենք խոսում գնացինք աղբերը։ Ցավոք չեն կարող դες ասել, որովհետև ինֆորմացիան կոնֆիդենցիալ է։ Ու իդեպ ուզում եմ ես ասեմ, որ այս բային իմ շապիկը, իմ գլխարկը հենց Ռոբի արտադրանքն է, այն օրը դաժե 2 ժամվա ընթացքում այտենց պետք էր եղել, շատ արագ կազմակերպեց, այդ իմ համար բավականին մեծ sense պատժիչ է, որի համար շնորհակալ եմ ու նաև շատ ուրախ եմ, որ մեր Հայաստանում կա հենց հայկական արտադրանք ու sense ինքը քիչ-քիչ զարգանում է, շատ ուրախանալի է այդ փաստը։ Գիտեմ, որ ավարտել ես թատերականը, ուզում եմ հասկանամ թատերականից հետո ոնց մտար տեքստիլի արտադրությունը փուլը ոնց է։ Առաջ հայացքից շատ տարբեր է, բայց ես լիքը բան իրար հետ կարողացա կապեմ։ Թատերականի ժամանակ գնեցի լավ ֆոտո տեխնիկա, գնեցի լավ համակարգիչներ, որ հեռուստարեժիսորի բաժինն էի սովորում, որ կարողանանք նկարենք ինչ-որ հատվածներ։ Հետո հեռուստարեժիսորի ժամանակ նաև սովորեցին գովազդի ճյուղը, որը որ կարևոր ճյուղ է հեռուստաընկերությունում, այդ ժամանակ ամեն ինչը հեռուստաընկերությունով էր գովազդը գնում։ Ընթացքում արդեն լավ էր ստացվում նկարելը, վիդեոներ նկարելը ու գնացի հեռուստաընկերություն, որ աշխատեմ։ Մի քանի օր գնացի ու զգացի, որ մի քանի օրում ամբողջ անցվա աշխատավարձս կորավ այդ գնալ գալու վրա ու դեռ պայմանները բան շատ զարմանալու էր էլի ամեն ինչը։ Ընթացքում էլ արդեն ես ունեի պրինտերներ ունեի, նման բաներ, ու այդ շապիկներ որոշելուց հասկացա, որ իմ տեխնիկայի կեսը արդեն ունեմ, այսինքն նույն մոնտաժային ծրագրերը, նույն դիզայնի ծրագրերը, ամեն ինչ ունեմ պատրաստ։ Մի առաջի պրինտերս հիշում եմ, սովորական պրինտեր էր, 40,000 դրամ արժեր, ապառիկ էինք առել, ժամանակ լավ տարածված էր ապառիկը, ապառիկ էի առել պրինտերը, մեջը YouTube-ով վիդեոներ նայեցի, չինացիքի, ասեց ոնց փոխես, ինչերը հետ առաջ անես, ինչ ներք լցնես, բան, իրանցից ներք պատվիրեցի, իրանց ասածները արեցի, ստացվեց, առաջի մայկան է տպել, այդ ժամանակ մենակ սպիտակի վրա էի կարողանում տպել։ Այսինքն ճիշտ հասկացա, դու սովորական պրինտերով ես Հա, սովորական պրինտերով կարողացա արդեն տպել մայկաներ։ Այսինքն այդ դեպքում թուղթներ, հատուկ թուղթեր, որի վրա տպում էր, հետո մայկայի վրա իր հատուկ թուղթեր, սուբլիմացիոն ներկեր, հատուկ թուղթեր, հատուկ ջերմանշային տակ ու մենակ սպիտակ մայկաների վրա էինք տպում։ Ամբողջ Հայաստանը ինչ մայկա հարցում են, ասում են հա կարող ենք անել, բայց սպիտակ չէ, մեզ կանաչա, պետք ասում են կնենք, բայց կանաչի ձևը դեռ չգիտենք ու սարքեր շատ թանկ է, էլի, այս բանին չենք հասցրել էլի։ Բայց ինչով էր պայմանավորված, այսինքն պրինտերը սև էր տպում մենակ կամ չինացի սպիտակի ձևներ ասել, սևի ձևը չէի ասել, չէի կարողանում։ Հետագայում նոր էդ էլ ասեցին, կարողացանք անել։ Իսկ ես վերջի շրջանում արդեն լրիվ պատենտները մոռացա, օրիգինալ սարքեր գնեցի, իրենց լիցենզավորված ներկերով, ամեն ինչով։ Դրա համար արդեն կարողանում ենք ամեն ինչի վրա, ամեն գույնի վրա տպագրել։ Ամեն ինչում այդ ինքնախտրությունը շատ կարևոր է, դա կլինի օրինակ YouTube-ի միջոցով կսովորես որոշ բաներ։ Իրականում ես ոչ միտեղ դիզայն կամ նման դասավորվածություններ, օրինակ չգիտեմ, շապիկի վրա ոնց կլինի, սանտիմետրը տպագրական որոշել, իրանք հասարակ բաներ են, բայց այդ ամեն ինչը բարդույթներ են։ Տառը տպելուց հետո բարակ չլինի, որ մայկայի վրա կպնի, երկրորդ նոր ճյուղը, որ մեր մոտ զարգացեցինք 8 տարի առաջ, համակարգչային ասեղնագործություններ, թելի հաստությունը, թելի այդ ժամանակ Հայաստանում կային ասեղնագործող սարքեր, ովքեր զբաղվում էին ասեղնագործությամբ, բայց ոչ մեկ չէր սովորացնում։ Օրինակ այդ սարքով հայերեն տառ ասեղնագործելը ահավոր դժվար բան էր։
Այդ ամեն ինչը կարողացա ես տարբեր ծրագրերի միջնորդությամբ, այսինքն երկու ծրագրով ստանալ ադապտացիա հայկականի համար։ Կոնվերտ անելով ստացա ու շատ բաներ կարողացա ես ինքնակրթվելով ես ինձ սովորեմ։ Իսկ երբևէ կպատկերացնեիր, որ այս ոլորտում կսկսես աշխատել ու ասենց մեծ բանի կհասնես։ Չէ, պատկերացնում ես միշտ հոբիի պես էի նայում ու ավելի շատ բաժակ էի տպում, համել շապիկ էի տպում, այդ ձևի ու չէի պատկերացնում, որ հնարավոր է ամսական մի քանի հազարատ ապրանք վաճառել, մի քանի հազարատ հասցնել տպել կամ մի քանի աշխատող ամբողջ տարին մշտական գործով կարողանալ ապահովել, որ միշտ գնան։ Այդ ամեն ինչի համար շատ պատասխանատվություն է ու ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում կարողանում եմ այդ հիմնականը անեմ։ Շատ եմ ուրախանում, երբ Հայաստանից գնում են շապիկներ, տանում են այլ երկիր կամ այլ երկրի համարով զանգ է գալի, պատվիրում են, ասում են սարքեք բարեկամս կգա կվերցնի կբերի, այդ ամեն ինչը շատ ոգևորող հանգամանք է։ Ես անգամ հիշում եմ, որ մենք երևի մի 4 տարի առաջ ունեինք Spark Shop, հա, ու դրանից ենք էլի մեր ֆոտոստուդիաման դրանից ենք սկսել։ Այն ժամանակ հենց քեզից էինք օգտվում, պատվերով լինում էր, քեզ գնում ենք ու այդ բաժակների մասին որ խոսեցիր, այտենց հիշեցի։ Ու նաև ասացիր, որ լինում է որ երկից դուրս են, չէ՞, պատվերներ համ, ուզում հասկանամ այս բանը արտահանում ունեք։ Մենք կոնկրետ արտահանում չենք անում այս պահին, նոր ենք սկսելու արտահանում անենք, ընթացքի մեջ է, բայց շատ մեծ կամպանիաներ, մեծ կորպորատիվ ֆիրմաներ, ովքեր ունեն նաև մասնաճյուղ Հայաստանում, իրենց համ Հայաստանի աշխատակիցների համար են գրում, համ օրինակ Վրաստանի կամ տարբեր տեղերի ու իրենց միջոցներով կարողանում են արտահանումը կազմակերպել, իրենց թիմի, իրենց աշխատողների համար։ Իսկ այս բանի շուկայում մրցակցությունը շատ է։ Հա, Հայաստանը բավականին զարգացել է այս ոլորտը, շատ կազմակերպություններ բավականին մեծ ներդրումներ են անում, 0-ից տարածքներ են սարքում, 0-ից հենց արտադրություններ բավականին շատ են, բավականին շատ էլ բացվում եւ փակվում են։ Նկատում եմ, որ սարքեր են տարբեր կայքերով վաճառում ու շատ կուզեի որ լավ զարգանալ, այսինքն զարգանար, բոլորը մասնագետ լինեին, բոլորից դա օգուտ է։ Եվ ես եք ունենայի նոր աշխատակիցներ, եւ իրենք էլ կունենային նոր աշխատակիցներ, դառն Հայաստանը հաստատ չի զիջում մեր հարևան երկրին, որտեղ տեքստիլի բում է ապրում, իսկ Հայաստանը շատ նեղ ու քիչ հագուստի տոկոսն է, որ հենց Հայաստանում են կարում եւ հագնում։ Բայց ես նաեւ գիտեմ, որ հայկական արտադրանք ստեղծելը բավականին թանկ արժի, որովհետեւ մենք մի փուլ փորձեցինք ով սկսեց այսպես ասած on-line shop բացեց ու սկսեցինք հայկական հագուստներ արտադրել։ Իրականում շեշտը դրել էինք որակի վրա ու բավականին մեծ ներդրում արեցինք, որից հետո մի քանի ժամանակ անցավ ու չշարունակեցինք, որտեղ ինքնին հենց հայկական հագուստը բավականին թանկ էր արժենում, ինչ օրինակ կարող ես գնել խանութներից, բնականաբար դիզայնը տարբերվող է լինում, բայց ահավոր շատ աշխատանք էր իրենից պահանջում։ Հայաստանում շատ մեծ է մրցակցությունը մեր հարևան երկրից ներմուծած ապրանքներով, շատ դժվար է իրականում հայկական ապրանքը հայերեն տեքստերով կամ նույնիսկ դատարկ վաճառելը հեշտ չի, բայց հիմնական խնդիրը ես տեսնում եմ, որ մասնակիցները քիչ են, այսինքն նույն կարողները իրենք նստում են կամեքենայի մոտ չեն պահանջում իրենց ղեկավարից կամ իրենք իրենց միջոցով հասարակ լույսը չեն կարգավորում, հասարակ չեն ասում, վայ, ես աթոռը հարմար չի կլինի, աթոռ լինի, չեն պահանջում, որ տարածքը լինի հովացման համակարգով ամառը, չեն պահանջում, որ ձմեռը տաք լինի ու երեկոյան է իրենք էլ ասում են լավ չկարողացան կարել, 20 հատ են կարում, չեն կարողանում մրցունակ քանակ ապահովել։ Այս բան արտադրամասեր կա, որ իրենք չեն կարողանում արագ կանեն, որտեղ իրենց սարքերը շատ հին մոդելների են, նորը չեն։ Մեծ աղմուկ են հանում, մեծ էներգիա են ծախսում, որը որ եկամտաբեր չի։ Ու այդ ամեն ինչը ընդհանուր կրթությունից է գալիս եւ ինքնազարգացումից, որ թե YouTube-ում, թե ամենտեղ շատ վիդեոներ կան, ինչպես արտադրամասեր ստեղծել, ինչպես զբաղվել, ինչպես լայվ հակերով նույն հատվածը ավելի արագ կարել, ինչպես դասավորել, ինչպես այդ ամեն ինչը շատ քիչ են մարդիկ ուսումնասիրում։ Ցավոք մենք էլ շատ չենք կարողանում ուսումնասիրել, բայց հնարավորինս փորձենք ամեն ինչը դեպի իդեալականին տանել, ամեն ինչը դեպի գին որակ հարաբերակցությունով
չզիջի որևէ երկրի արտադրանքին, որ մարդիկ չգնան ուրիշ տեղից գնեն բերեն, այլ հենց Հայաստանում պատվիրեն ու նույն բանը շարունակական լինի։ Իսկ ունեք հագուստներ, որոնց հենց հեղինակային իրավունքը ձեզ է պատկանում։ Մեր ֆիրմայի հեղինակային իրավունքն է մեզ պատկանում, հենց խոսող շապիկ անունը հեղինակային մեզ է պատկանում, բայց կոնկրետ հեղինակային հագուստներ չունենք։ Չէ, այդպես հատուկ մենք չենք հեղինակային հիմնականը տպագրությունը հիմնականը պատվերով, մեր էջ տեղադրելով, այդ։ Իսկ օրինակ գիտեմ, որ կան շատ մեծ բրենդներ, օրինակ հենց մեկը Ազատ Մարդը, որը բոլորիս հայտնի է, գիտեմ, որ վերջերս շատացել է, հա, այսպես ասած կրկնօրինակները, քեզ դիմում են, որ ուզում ենք օրինակ տպված լինի Ազատ Մարդ, այս ինչ շորի վրա, անում ես թե ոչ։ 10 տարի առաջ հայտնի բրենդներից մի ֆիրմա շապիկներ բերեցին 10 հատ, բայց այս ֆիրման կտպագրեց վրան։ Այդ ժամանակ չէի պատկերացնում, թե ինչ է հեղինակային իրանից նշանակում, այդ ժամանակ Հայաստանն էլ դեռ այդ աստիճան զարգացած չէր, ես տպագրեցի երկրորդ անգամ բերեց այդ նույն մարդը, բայց այս անգամ էլ ուրիշ ֆիրմա կտպագրեց, իրար հակառակորդ ֆիրմաներ էին, ասացի ճիշտն ասած չէ էլի, որտեվ ես գիտեի դա օրիգինալն էր պատվում, ոգևորվել էի, նոր էի սկսել տպելը, գիտեի օրիգինալ ֆիրման է հենց ինձ պատվերը տվել։ Այս բան ես ընդհանրապես կոպի ֆիրմաներ չեմ անում, այսինքն Ազատ Մարդ, այնտեղ ուրիշ կար բլոկի, օրինակ հայտնի նարնջագույն շապիկները չեմ անում, որտեվ գնահատում եմ իրենց աշխատանքը։ Ես իմ տեսնելով պատկերացնում թե Ազատ Մարդը քանի $1000 է ներդրում արել իր ֆիրմային, իր ֆոտոսեսիաների վրա ինչքան գումար է ծախսել, ինչքան գումար է ծախսել իր Facebook-յան էջի, Instagram-յան էջի, գովոզների վրա։ Ու դա նույնն է, ոնց որ մեկը շատ սիրուն խանութ ունենա, իր զրոյի ստեղծած խանութը պոլկաներով, այդ դարակաշ ամեն ինչով դու մտես այդ խանութը, իր խանութի կողքը դու իր դարակաշարի մտես իր խանութից վերցնես, տանես քո մոտ, նույնը բացես, ահռելի մեծ վնաս են տալի։ Ես օրինակ դուրս նայում եմ Ազատ Մարդու հագուստ, ես արտաքնապես տարբերում եմ, որ դա հաստատ իսկականը չի, բայց ինքը մարդ չեն տարբերում։ Իրար ես իմ համար դա անընդունելի է։ Քանի որ հատկապես օրինակ, չգիտեմ, մարդիկ կան, որ ասում են լավ միջազգային բրենդի կոպիներ ընդունված աշխարհում եք։ Հա, եթե ավստրիական ինչ-որ բրենդի կոպին Հայաստանում որոշել ես դու քո տան սարքերով կամ ինչ-որ միտեղ պատվիրես հագնես, հա, մի հատ կարող ես պատվել հագնել, բայց որ դու դա դնես մի քանի հազարա տպես, այն էլ քո հայկական, հա, ավստրիական ֆիրմային կարաս վնաս տաս, հաստատ այդ երկրները Հայաստանին չեն սպասում, որ հայերը օրիգինալը գնեն, բայց այն ֆիրմեն, որ հայերն են ստեղծել, այն պրոդուկտը, որ հայ մարդիկ են մտածել, որ հայերն են ստեղծել զարգացել, չի կարելի հայերի ստեղծածը արժե զրկել, ինչ որ կոպի անելու հետ կապված։ Իսկ ինչը կնպաստի Հայաստանում բիզնեսի զարգացմանը։ Հայաստանի բիզնեսի զարգացմանը առաջինը կնպաստի կրթությունը, որ օրինակի համար Հայաստանում շատ լավ բարձր մակարդակի ունեն կարող կանայք, ովքեր թե սովետական տարիներից, թե հետո ինքնակրթվելով, ինքնազարգանալով շատ բարձր շնորհք ունեն եւ իրենց կարած հագուստը չի զիջում ոչ մի միջազգային բրենդին, շատ հաճախ միջազգային բրենդներ Հայաստանում փորձեր ունեն, որ գալիս են պատվիրում են մեծ քանակությամբ արտահան, որ այդ կանայք, ովքեր հիմա շատերը տարիքով են, արդեն օրինակ թոշակառու են, ավելի մեծ են իրենց երեխաները, իրենց թոռները կարողանան փոխանցեն իրենց արվեստը, իրենց շնորհքը, այդ ձևելու, կարելու, ամեն ինչը իրենց սերունդներին, որ կարողանան նրանց սերունդները նույնպես լավ կարեն, լավ հասկանան կարելու ֆունկցիաներից ու ամեն ինչը փոխանցվի սերունդե սերունդ։ Շատ հեշտ բան չի կարելը, բայց շատ կարևոր բան է ավագ սերնդից փորձի փոխանակումը։ Ես շատ հաճախ շատ եմ սիրում իրենց լսել իրենց խորհուրդները, թե ոնց են իրենք կարում, կողքերը նայում, թե ոնց են ձևում։ Այդ ամեն ինչը մեծ փորձ է, որ նրանք ունեն, թե սովետի տարիներից Հայաստանում աշխատելով, թե հետսովետական տարիներից։ Դե յուրաքանչյուր մասնագիտության մեջ կարծում եմ լավ վարպետ լինելը շատ կարևոր է ու միևնույն ժամանակ այդ փորձը փոխանցելն է կարևոր, որովհետև հենց այդպես է նաև զարգացնում թե հետագա սերունդի ոնց որ հմտությունները, թե նաև երկիրը։ Երկրորդ խնդիրը օրինակ Հայաստանից այս բան եթե ուզենաք 5 հատ շապիկ արտահանեք, ամեն ինչը օրինական, այսինքն ոչ թե
ուսապարկի մեջ դրած օդանավականով տանեք, այլ օրինական արտանեք, բավականին դժվար փուլերով է անցնում, բավականին դժվար խնդիրներով, բավականին սերտիֆիկատների տեսակներով, որ ամեն ինչը մի գույնին է վերաբերվում, նոր գույնի համար այդ ամեն թղթաբանությունը պետք է անել, իսկ հակառակը, օրինակ, երբ արտասահմանից է Հայաստան հագուստ մտնում, ասենց բավականին հեշտ կանաչ ճանապարհով միանգամից հասնում է Հայաստանի խանութներ։ Կարելի է այդ ամեն ինչը վերահսկել, այսինքն եթե արտասահմանից հագուստ գալու վրա մի քանի տոկոս հարկ ավելացվի կամ մի քանի արգելք լինի, դրա փոխարեն մեր աշխատողների հարկերը քչանան, մենք ավելի շատ աշխատող մարդիկ կկարողանանք աշխատանքի ընդունել, ավելի մեծ ներդրումներ կարող ենք անել առանց վախի զգացումով, որ վաղ մյուս օրը կկարողանանք այդ ամեն ինչը լիարժեք ապահովել ու աշխատողներն կունենան լավ սարքավորումներ, լավ ավելի հարմար պայմաններ։ Այս պայն սարքավորում կա, որը արժի $10,000 Չինաստանում է գտնում, այս սարքավորումը, որ Հայաստան կոնկրետ պետք անհրաժեշտություն կա։ Հասնի Հայաստան մոտավորապես $4,000 պետք է մաքսազերծենք ու նման մի քանի էլի հարկատեսակներ պետք է մուծենք, որ այդ սարքը առաջի օրը աշխատի։ Շատ է գալու հարկերը, էլի, նույն մաքսազերծել։ Պլյուս բերելու գումար, պլյուս բան։ Իսկ Չինաստանում այդ նույն սարքը առանց այդ ամեն հարկի արագ տպում է նույն օրինակ շարֆի օրինակով, բերում շարֆը եւ մի քանի հազար ահավոր օրինակ հարմար արժեքով արտահանում է առանց խնդիրների։ Իսկ նույն սարքը միջև գա Հայաստան, միջև մենք մեր մասնակիցները կարողանան աշխատել, այդ ամեն ինչը դարձնում է մի հատ մեծ խնդիր։ Հնարավոր է 20 օր մաքսազերծման տեղը մնա այդ սարքը, միջև իմանան այդ ինչ սարք է, այդ ամեն ինչը մեծ խնդիրներ է։ Ինչի համար ինչ թույլտվություններ տարբեր գերատեսչությունների դիմումներ են գրում, որ իրեն համար լիցենզիաներ տան, որ օգտան, բայց դա ընդհանրապես սովորական կտորի տպագրական սարք է։ Ես պատկերացնում եմ այդ տպագրական սարքը, քանի որ ինքը մեծ ավան, դրա համար ինչ թղթեր են պետք, որտեղ վերջերս մենք բերեցինք լույս, ուղղակի սովորական LED լույս ու դրա համար նախ ինչ ինքը թուղթ ասես պետք է թե ռազմակայանից բան ու մինչև մաքսազերծեցինք իրական բավականին երկար ժամանակ։ Մինչև հաճախ անում ես էլ այդ ապրանք արտադրելու մոդան, ասես ասած անցնում է, արդեն դառնում է հին պրոդուկտ։ Նման սարքերը ես կարծում եմ պետք է հատուկ ավելի արագ հասնի Հայաստան, ավելի արագ տեղավորվի, որ այդ սարքերի կողքը լինելու է երկու աշխատող։ Այդ սարքի արտադրած ապրանքը տպելու է ՀԴՄ, այդ սարքի ապրանքը տպելու գումարով աշխատողներ աշխատավարձ ստանալու, վարորդ առաքիչներն են գումար ստանալու, այսինքն այդ մի ժամ շուտ հասնի իր նպատակատեղին, ոչ թե մի ժամ ուշ բարթանա։ Դե ինչքան բիզնեսը մեծ է, այդքան խնդիրները դել են մեծ։ Նույն սարքը եթե գնենք շատ սարքեր գնում ենք ոչ կանխիկ գումարով, այդ սարքը միջև գնենք, միջև մի քանի ամիս մենք իր տոկոսները վճարենք, հասնի արդեն ինքը ոչ ակտուալ բան է դառնում։ Հաճախ վախենում ես նոր մեծ ներդրումներից։ Սկսում ես եղած սարքավորումներով բավարարվել ու նոր ճյուղեր չես կարողանում այլ ավելի արագ ընդլայնել։ Հասկացա։ Իսկ ո՞րն է եղել ամենամեծ քանակով պատվերը քեզնից կհիշես։ Ամենամեծ քանակով պատվերը բանկերից մեկն էր իր աշխատողների համար մեծ պատվեր տվել, որը մեկ ամսվա կտրվածքով բավականին մեծ պատվեր էր։ Դե մոտավոր։ Ես ուզում եմ ուղղակի մի անձի պատվիրած պատվերը։ Ну, մի անձ կլինի կամ կլինի մի ընկերություն, որովհետև քանի որ խոսեցինք, որ սկսել ես 1-2 շապիկներից, միայն սպիտակից, շատ հետաքրքիր է լսել ամենամեծ քանակի պատվերը, օրինակի համար 3000 հատ կտորեպայուսակ, 2200 հատ պոլո տեսակի շապիկ, որ մեկ ամսում պետք է տանք, շատ որ խառնվել էինք իրար, մեզ թվում էր, որ գիշեր ցերեկ պետք է աշխատենք, որ հասցնենք այդ պատվերը, բայց մի քիչ կազմակերպված եղավ, կարողացանք ոչ շուտ, բայց ժամանակին լավ տրամադրենք։ Այս թվերը լսելուց հետո ես ուզում եմ մեր լսողներին ասել, որ եթե ունենում եք նպատակ, ուղղակի գնացեք դրա հետևից։ Ռոբը մեր համար հիմա վառ օրինակ է ու շատ հետաքրքիր է նախ քեզ լսելը, հետո երբ որ մարդիկ լսում են, չէ, ինչ որ հաջողված պատմություն, իրանք չեն պատկերացնում ինչ ճանապարհ է էլի անցել։ Օրինակ մեր
վստահ եմ բոլորի շրջապատում կան, որ ասում են ինքդ ես այսքան բան ունի, բայց մի հատ բուտկից է, չէ՞, հենց այտենց ասել, մի հատ բուտկա ուներ ժամանակին կամ մի հատ գարաժ ուներ, դրանից ինչերի է հասել, բայց քո պատմությունը, որ ասենց լսում եմ, հենց դիմացդ նստած շատ հետաքրքիր է իրականում։ Իրականում բանը, ես օրինակ առաջի սարքս որ գնեցի, առաջի խոշոր ներդրումը որ արեցի, մոտ գումարով ասեմ, որ ավելի հետաքրքիր լինի, $7,000 սահմաններում էր, ես այն հեռանկարով էի գնել այդ սարքը, որ ապագա 5 տարիների ընթացքում բաժանեմ ամիսներին, որոշ մասը բանկերի միջոցով, որոշ մասը իմ ունեցած հնարավորությունների միջոցով 5 տարում կկարողանամ դա նոր գումար փակեմ, նոր սարք ինձ մնա, ու այնպես ստացվեց, որ կարողացա սարքով էլ ավելի մեծ պատվերներ գրանցեմ, էլ ավելի ռիթմով կազմակերպեմ իմ աշխատանքը, նաև լավ սարքավորումներ, նաև նոր հաճախորդներ ներգրավում, քանի որ նոր որակներ, նոր գույներ, նոր քանակներ, ու այնպես ստացվեց մոտ 1 տարում, 1 տարի հետո այդ սարքը գնելուց, երբ 5 տարի պետք է դրա գումարը վերջացնեի, 1 տարի հետո գնեցի նույն սարքի 4-րդը արդեն, 4 հատ նույն սարքը կարողացա գնել։ Մարդիկ գործ սկսելուց առաջ շատ կարևոր է որ մի փոքր մասնագիտանան, այսինքն տարական ծրագրերը իմանան, սարքը չգնեն, նոր սկսեն ուսումնասիրել։ Թող ես միշտ բոլորին փորձում եմ օգնեմ, ովքեր ուզում են իմ բիզնեսի սկսեն, բոլորին փորձում եմ միշտ օգնել, ցույց եմ տալիս թե չինացիքի հեռախոսի համարներն եմ տալիս, ամեն ինչ չինացիքին եմ ծանոթացնում, բացատրում եմ, որը ինչքան ժամկետ ունի, որը ինչ փչանալու, ինչ ռիսկեր, որը ինչ առավելություններ։ Մարդիկ է թող միշտ հարցնեն իրենց շրջապատին, բոլորը կգտնեն ինչ-որ մարդիկ, որ իրենց ինչ-որ խորհուրդներ կտան եւ կաջակցեն, կօգնեն։ Նույնը մարդիկ է առանց ներդրում անելու հնարավոր չէ ինչ-որ բան ստանալ։ Մարդիկ էլ իրեն ներդրում միայն փողով չի պայմանավորված, ներդրում իրեն ժամանակը, իրենց օրը, իրենց կարդալ, իրենց կողքից նայելը, ուսումնասիրելը, ամեն ինչը, բայց առանց դրա անհնար է ինչ-որ մի բան ստացվի։ Չես կարող ուղղակի նստել անել կամ ինչ-որ մի բրենդի կոպի անել, մի քանի օր կվաճառվի այդ կոպին, բա հետո, բայց այդ հարցն էլ է կարևոր։ Ես քո շատ համամիտ եմ ու կարծում բոլոր մասնագիտությունների մեջ նախ պետք է ուսումնասիրես, սիրես ու հետո նոր սկսես որպես դրան բիզնես դիտարկել, որովհետև հենց մեկը երեք նկարահանման ենք շատ ծանր նկարահանում էր, մեծ նկարահանում էր ու ես հենց տեղում հասկացա, որ եթե ես չսիրեի մասնագիտությունը, այդքան կլանված չլինի ու չվերաբերվեի որպես հոբի, ես միգուցե այդ նկարահանումը չկարողանայի ավարտին հասնել, որտեղ իրականում բավականին ծանր էր։ Ես մի քանի տարի առաջ ակտիվ ներգրաված էի հարսանիքներ ու ֆոտո, վիդեո նկարահանման մեջ, բայց հասկացա, որ օրինակ մի քանի օր հետո չեմ կարողանում նկարել, այդ ամեն ինչի ինձ դժվար է, չեմ կարողանում, այսինքն ստացվում է, սիրուն է, բայց այդ այսչան կոմֆորտ զոնայի մեջ չէի գտնվում ու շատ կարողացա մեջ ուժ գտեմ ու միանգամից այդ ամեն տեխնիկան դնեմ կողմ, սենյակում մի պատին որպես հուշ ու անցնել լրիվ նոր գործին, նոր ուղղվածության ու այդ ամեն ինչը ոչ թե խանգարեց, այլ օգնեց, այսինքն նույն իմ մասնագիտությունը, նույն գովազդներ անելը կամ ինչ-որ հումորային բաները, որը հնից էր մնացել իմ մասնագիտական բաները, այս բանը դարձան արդեն հիմնական բաները նոր գործի մեջ։ Ու թող մարդիկ է միշտ փորձեն իրենց գործը գտնեն, չվախենան նոր գործ փորձելուց, նոր բան ուսումնասիրելուց։ Իսկ տեխնիկան, որ ասացիր հիմա որպես հուշ, մինչև հիմա կա։ Կտաս մեջ խոսքի։ Ու եթերի վերջի մասում Ռոբի համար բլիցը հարցեր ենք պատրաստել, բամբակ թե բուրդ։ Բամբակ։ Սիրածդ բրենդը։ Խոսող շոպիկ։ Սիրածդ ֆիլմը։ Մայրիկ ֆիլմ եմ շատ սիրում, հայկական ֆիլմերից։ Իսկ ինչ երգ ես լսում, որպեսզի լիցքավորվես։ Վերջերս Լամարի երգերն եմ լսում, շատ է դուրս գալիս։ Հանգիստ լողափին թե արշավ սարերում։ Արշավ սարերում։ Թեյ թե սուրճ։ Սուրճ։ Խորոված թե սուշի։ Սուշի մի քիչ։ Սիրած մեքենայի մագնիշ։ Հոնդա, բայց երկար է, չէ՞, որ գնաց։ Ես մտածվեի ասեի Տեսլա, որտեղ վերջերս անդադ տենում եմ, որ սթորի բան ես գցում Տեսլայում։ Քեզնից հետո ինչ ես ուզում թողնես։
ամենակարևորը ինչ թողնեմ, չթողնեմ, ուզում եմ չարություն չթողնեմ, որ ինչ որ չար կամ վատ բան չմնամ։ Ինձ թվում է չես թողնի, որովհետև ես միշտ ինչքան ճանաչում գիտեմ, որ բոլորին տարբեր հարցերով անգամ այն մարդկանց, ովքեր քո ոլորտով են զբաղվում, միշտ օգնում ես, այդ շատ կարևոր հատկանիշ է։ Ինչ սկսում ես լավ բաներով զբաղվել, վատ բաների ժամանակ է չես ունեմ, ուզած չես կարողանում շատ վատ բաներին ժամանակ տրամադրես։ Ու ամենավերջին որն է կյանքիդ կարգախոսը։ Որպես այդպես կարգախոս, որ ամեն ինչ ժամանակավոր է, թե լավը, թե վատը ժամանակավոր է։ Եթե լավ է լինում, պետք է լավը գնահատես, որտեվ մտածելով, որ սա էլ է ժամանակավոր, իսկ եթե ինչ-որ մի բան վատ է, մտածես, որ դե վատ է, որտեվ ժամանակավոր է, հեսա կանցնի, էլի լավ կլինի ու լավը էլի կսկսես գնահատել։ Շնորհակալ ենք շատ, որ եկար, ժամանակ տրամադրեցիք, վստահ եմ շատերդ մոտիվացվեցիք, վստահ եմ շատերդ լսել եք խոսող Շապիկի մասին, Rob Style-ի մասին, բայց չգիտեիք ինչ պատմություն է անցել ու այսօր ոնց է հասել այս կետին։ Շնորհակալ ենք շատ, որ մեզ դիտեցիք մինչև վերջ, ձեզ բարի օր։